Բարոյ երեկո սիրելի հայրենակիցներ, կներեք ես ուժամին անհանգստացնելու համար, ուղղակի որ բան կա ասելու, որ հերթը հասնում է խոսալու, անպայման պետք է խոսամ, օրվա իրադարձությունների վերաբերյալ, տիրող իրադարձությունների վերաբերյալ իմ գնահատականը հնչեցնեմ, որպեսզի մի քիչ ավելի ինձ թեթևս կամ։ Քիչ առաջ համանցածով Տաշիրի Սամվելետ Կարապետյանի փաստաբանը կասկածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության իշխանության լեգիտիմությունը, հայ ժողովրդի սեփական իշխանության լեգիտիմությունը, եվրոպաներին կոչ անում, որպեսզի Հայաստանին փող չտան։ Նախ ինձ այս հարցը տանջում է։ Ու սրանով սա ես չպետք է զբաղվեմ, ոչ էլ դուք հայ մարդիկ։ Այդ տեսակով, չգիտեմ, այդ տոնայությամբ, այդ պարվասկով պետք է զբաղվի ազգային անվտանգությունը եւ ազգային անվտանգությունը պետք է զբաղվի այդ տեսակով։ Չհասկացանք, ով է այդ անհատ ազնվորությունը, այդ ոչ մի բանը, որ Հայաստանի Հանրապետությունում տոնը բարձրացած քիչ մի հատ խոսում է, նա էլ հայ մարդու սեփական իշխանության լեգիտիմությունը դնում է կասկածի տակ։ Ով է ինքը։ Ով կբացատրել, ես ուզում եմ հասկանամ։ Հասկացանք, փաստաբան, հասկացանք։ Օտար երկացի փաստաբանը հասկացանք։ Տաշիր Սամվելը հայ մարդու վրա տաղայաբերել, հասկացանք։ Բայց նա ով է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփական իշխանության լեգիտիմությունը դնի կասկածի տակ։ Այդ որ մի հայ փաստաբանը ռիսկ կանի, գնա Եվրոպաներում այդ իշխանության լեգիտիմությունները դնի կասկածի տակ։ Հայաստանի Հանրապետությունում կա այնպիսի մի հատ փաստաբան, թող ձեռ բարձրացնեն, որ կարան գնան Եվրոպաներ, ինչ որ մեկի շահերը սպասարկելու համար, այսինքն մեկն են աշխատանքի, ու այդ պետության իշխանության լեգիտիմությունը դնեն կասկածի տակ։ Ասենք Երևանում, Հայաստանում կա փաստաբան, որ կարա գնա Ֆրանսիա, Էմանուել Մակրոնի լեգիտիմությունը դնի կասկածի տակ հանրային սենց հեռուստաընկերություններով ինչ որ մեկի շահերը սպասարկելու գործում ֆրանսիացի ինչ որ մի հատ քաղաքական գործիչ կամ չգիտեմ մի հատ բիզնեսմեն հայ փաստաբաններից մեկին հրավիրում է փողա տալիս, որ գնա իր շահերը սպասարկի։ Կարա գնա Ֆրանսիայի նախագահի լեգիտիմությունը դնի կասկածի տակ։ Իհարկե չի կարող։ Բայց սա ով է որ եկել ես ջահել եկել ես Հայաստանի Հանրապետությունում։ Տաշի Մոսկվա բնակ օլիգարխ Տաշիր Սամվելը քեզ միլիոնավոր դոլարներ վճարի որ գազ իրան պաշտպանես, իր համար աշխատես։ Եկել ես նորմալ ձենդ կտրած աշխատի, քո գործն արա։ Հայերի դուրը բացա բոլորի համար, հայերը հյուրասեր մարդիկ են, մարդ ընդունող մարդիկ են, հյուրերին հարգող մարդիկ են։ Եկել ես ձենդ կտրած աշխատանքը տարա։ Դու լակոտ, գյադա, դու ես, որ հայ մարդու, հայ ժողովրդի իշխանության լեգիտիմությունը դնում ես կասկածի տակ, քիչ չի։ Մի հատ է ֆրանսիաներին կոչեր ես անում, Եվրոպա Հայաստանին փող չտաս, ինքը ոչ լեգիտիմ իշխանություն է։ Շան որդի դու ինչ կապ ունես հայ ժողովրդի իշխանության հետ։ Դու ես ընտրող եղել, որ մի հատ էլ ասում ես լեգիտիմ է կամ լեգիտիմ չի։ Ազգային Տաշիր Սամվելիկի ես փաստաբանը ազգային մեր Հայաստանի Հանրապետության սպառնալիքն է։ Սա ազգային անվտանգության սպառնալիք է։ Ես սրանով վարքյան առաջ պետք է ազգային անվտանգությունը զբաղվի վարքյան առաջ։ Նորից ենք ասում, ես իմ մտածելակերպով, որպես քաղաքացի ես մի բան եմ մենակ հասկանում եւ ընկալում։ Այո, փաստաբան է, օքեյ փաստաբան է, ամենաբարձր հարգանքով փաստաբանների աշխատանքի նկատմամբ միլիոնավոր դոլարներ փող են տվել հրավիրել Հայաստան, որ Մոսկվա բնակ օլիգարխի շահերը սպասարկի, օքեյ, ել ենք հասկանում, ել ենք հարգանքով վերաբերվում, բայց նա ով է որ կա Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ իշխանությունը դնի կասկածի տակ։ Ով է իրավունք իրան տվել, չհասկացա։ Ու մի հատ եվրոպաներին կոչ անի, որ Հայաստանի փող չտա։ Լակոտ, ով ես դու արա։ Ուրեմն դու արդեն կարմիր գծերը դուք օրորի ժամ առ ժամ կարմիր գծեր անցել եք, այս ժողովրդին հունից չանե կարա վրեքներով վաշ կանի։ Հլը սրանց նայեք, սրանց պահվածքին նայեք, ու սա ազգային անվտանգության խնդիր է։ Ու ազգային անվտանգությունը պետք է այս տեսակի հետևից գնա։ Լավ մատ հասկանա, եղբայր ով ես դու, եկել ես աշխատանքը տանես, աշխատանքը տարա։ Եկել ես շահերը սպասարկի շահերը, քեզ փող են տվել, բերել Հայաստան, որ ինչ որ մեկի մի հատ ռուսաստան բնակ օլիգարխի շահերը սպասարկես, այդ գործը տարա։ Դու ես որ հայ ժողովուրդ, ես պահանջում եմ
պատասխանատվության ենթարկել այդ տականքին, այդ ստահակին, որ իմ սեփական իշխանության լեգիտիմությունը դնում է կասկածի տակ։ Դա իմ իշխանությունն է, իմ ընտրած իշխանությունն է եւ իմ նման 100 հազարավոր քաղաքացիների։ Ու ինքը 100 հայ ժողովրդի մեծամասնության լեգիտիմ իշխանությունը դրել է կասկածի տակ ու ավել պակաս արտահայտություններ անում։ Ես պահանջում եմ, որպես ինքը ենթարկվի պատասխանատվության, լավ մի հատ հասկանանք, ինքը այդ ինչ հիմքերով է, այդ ինչ օրենքներով է, այդ ինչ ձևով է, նենց հայ ժողովրդի սեփական իշխանության լեգիտիմությունը դնում կասկածի տակ։ Այդ իրանց ձևեր, այդ ինչ ձևեր է, մենք չենք հասկանում։ Մի հատ կարող է իրանք մի հատ հասկանանք դրանք իրանց ձևերով, հայ մարդու սեփական իշխանության լեգիտիմությունը ոնց են դնում կասկածի տակ։ Արա տաշիր սամո։ Արա սա կապտերդ հայ մարկանց խոպանչի սարքի կարա։ Տարակ Ռուսաստաններում աշխատացիք լիքը մարկերանցի խապիկ փողերը չտվիկ։ Այն հայ մարդով համարձակվեց իր փողի հետևից եկավ չեչեներին բերիկ եւ հայ մարկերանց ծեծի ենթարկեցիք։ Արա ձեզ համար խայսաթա դարել արա հայ մարկանց վրա տղա բերելը։ Հայաստանի Հանրապետության վրա տղա եք բերել, հա։ Այդ փաստաբանի հայ ժողովրդի վրա ես բերել, հա։ Որ ամբողջ հայտարարություններով Եվրոպաներին կոչանի Հայաստանի փող չտա, որ հայ ժողովրդի լեգիտիմ իշխանությունը դնի կասկածի տակ, հա, պատասխան եք տալու։ Սա տաշիր Սամոյի ձևերն է, սիրելի մարդիկ։ Սա տաշիր Սամոյի ձևերն է։ Այս է հենց փաստաբաններ բերեն, այսինքն մարդ բերեն, էլի, հայ մարդու վրա մարդ բերեն։ Հայ մարդուն սարքեն խոպանչի խոպաներում Ռուսաստաններում աշխատացնեն փողերը չտան, ով որ համարձակվի փողի հետևից գնա չեչեներին բերեն հայ մարդկանց ծեծի ենթարկել տան։ Այ էսա տաշիր Սամոյի ձևեր էսա։ Սրանց ձևեր էսա Հայաստանի Հանրապետությունը որտեն այնա խանդով են վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը, խանդով։ Դոպրոցը պետք չի, ճանապարհը պետք չի, չգիտեմ, պաստոստանները պետք չի, չգիտեմ, մանկապարտեզները պետք չի, չգիտեմ, ոչ մի բարեփոխ, ոչ մի բան պետք չի։ Մենակ տաշիր պիցաներ է պետք, սիրելի մարդիկ, տաշիր պիցաներ։ Այդ դպրոցները բանը պետք չի։ Խանդով է վերաբերվում տաշիր Սամոն այս դպրոցներին, որովհետև նա այն մոլուցքով է տարապում, որ այս մոլուցքով է տարապում, որ այս դպրոցների մանկապարտեզների տեղը տաշիր պիցաներ լինի։ Դալմա այդ տարգովի ցենտրը լինի։ Բանը ասում արա հոբ, բայց դպրո հարյուրավոր դպրոցների տեղը իմ դալմա սուպերմարկետները չլներ, տարկովի ցենտրերը, բայց իմ տաշիր պիցաները չլնեին։ Ու մի հատ էլ բան են եկել մատածություն անում, այսքան փողը ծախսում եք Եվրոպաներում, հոպատոսություններ եք առնում, այս փողին կարայիք էս մի բանը աշխատատեղը ստեղծեիք։ Ու մի մարդ ասում, որ աշխատատեղերը կոպեկներով առել են Հայաստանի Հանրապետության գործարանները կոպեկներով առել են, բուլդոզերը քանդել են, իրանց տարգովի ցենտրերն են, իրանց բիզնես կենտրոններն են կառուցել։ Մի մարդ ասում, ով միլիոնավոր դոլարներ են ծախսում, հասնում ամերիկաներ, ինչա 20 րոպե պետք է հարցազրույց տան։ Միլիոնավոր դոլարներ են ծախսում գնում ամերիկաններ, որ ինչա, մի հատ հեղինակություն վայելող հերոստալիքի հարցազրույց տան կես ժամ։ Դա այդ տեսակ այդ որակ եկել ասում ուղղություն է ցույց տալի Հայաստանի Հանրապետության իշխանությանը, այ ինչ կարելի արած, ինչ չի կարելի արած։ Դաշեր Սամո, դու ես պետության վրա տղա բերողներն եք, դուք ես պետության հաջողություններին խանդող վերաբերվողներն եք, դուք ես պետության ժողովրդին խոպանչի սարքածներն եք, վերջումն է խոպաներում աշխատացրած փողը չտված ամենայն վերջում է չեչեներ բեր համաշխատացրել եք փողերը չեք տվել արա համել ենքան անբարոյականի վաստակ եք սրբություն այդ կորցած որ չեչեներ եք հրավիրում հայ մարդկանց ծեծին ենթարկում Մոսկվաներում օտար տեղը հայ ժողովուրդ սրանք սա են այս տեսակն է եւ 2026 թվականին հայ ժողովուրդ հայ մարդ այս տեսակը քաղաքակին մակարդակով հայտնվել է մեր ոտքերի տակ եւ հայ ժողովուրդը 2026 թվականին ռոբասերժական ռուսաստանբնակ օլիգարխ տաշիրով մաշիրով վերջնականապես իր վրեժը լուծելու է Դուք ես պետությունում ոչ ասելիք ունեք, ոչ անելիք ունեք։ Դուք ես պետությունը տասնյակ տարիներով ձեր հաջողությունների եւ ձեր հարստությունների համար աշխատացրածներն եք։ Որ տեսնում եք այս պետության ժողովրդի լեգիտիմ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ աշխատում է այս պետության հարստության եւ հաջողությունների համար, դուք խանդով եք վերաբերվում։ Այո, Նիկոլ Փաշինյանը աշխատում է այս պետության Հայաստանի Հանրապետության հաջողությունների եւ հարստության համար։ Իսկ դուք Տաշիր Սամվելիկ, Ռոբիկ, Սերժիկ, այս պետությունը կտրիչ Ներսիսյան, Սրիկաս, Տահակ հեռանալու է։ Այս պետությունը տասնյակ տարիներով օգտագործել եք ձեր անձնական հաջողությունների եւ հարստությունների համար։ Այս պետության ժողովրդին խոպան չեք սարքել, աշխատացրել, կոպեկներ վճարել, ում էլ ուզացել եք չեք վճարել։ Ովքեր որ համարձակվել եկել են իրանց փողի հետևից, չեչեներ եք հրավիրել եւ հայ մարդուն ծեծել եք տվել։ Այդ դուք այդ տեսակն եք, ու հայ մարդը քաղաքակիր մակարդակով վրեժ ունի ձեզնից լուծելու եւ ամեն օր ամեն վարքյան հայ մարդը իր վրեժը լուծելու է ձեզնից։ Իր վրեժը վերջնականապես իր վրեժը քաղաքական մակարդակով լուծելու է 2026 թվականին Ուրեմն Հայաստանի Հանրապետության դեմը խաղ չկա, հայ մարդու դեմը խաղ չկա
եւ դուք այս պետությունում ոչ ասելիք ունեք, ոչ անելիք ունեք, ու դա մենք ձեզ թույլ չենք տալ, ու մենք երդվում ենք ամբողջ սրբություններով, որ թույլ չենք տա։ Մեր սեփական կյանքի գնով դա մենք թույլ չենք տա։ Երդվում ենք ամենյան սրբություններով։ Իսկ այդ Տաշիրի այդ փաստաբանը նորից ենք ասում, վարձատրել են, որ գա Ռուսաստանբնակ օլիգարխի շահերը սպասարկի, օքեյ։ Թող սպասոր կատարի իր աշխատանքը, թող զբաղվի իր աշխատանքով։ Նա որ պետք է հայ ժողովրդի սեփական իշխանության լեգիտիմությունը դնի կասկածի տակ։ Ազգային անվտանգություն ով է այդ փաստաբանը, որ իմ սեփական իշխանության լեգիտիմությունը պետք է դնի կասկածի տակ։ Մի հատ Եվրոպաներին կոչ անի, որ Հայաստանի Հանրապետությանը գումար չվճարեն։ Ով է։ Հայաստանի Հանրապետությունում կա այնպիսի մի փաստաբան, որ կարա գնա Եվրոպա, խոսքի գնա Ֆրանսիա, Մակրոնի, Էմանուել Մակրոնի լեգիտիմությունը դնի կասկածի տակ հանրային։ Կա այդ փաստաբան։ Եղբայր ձեզ վճարել է, որ կաս Ռուսաստանբնակ օլիգարխի շահերը սպասարկես, զբաղվի քո աշխատանքով, դու ով ես, որ իմ սեփական իշխանության լեգիտիմությունը դնում ես կասկածի տակ։ Ու սրանով պետք է այս խոսքի հետևից պետք է ազգային անվտանգությունը գնա։ Այդ խոսքի հետևից պետք է ազգային արա սա պետություն արա սա ձեզ համար ես իմ ինչ շարա որ ով ինչ ուզի որդյան ուզի կարագարա լեզուն գցի ոտների տակ տոնը բարձրացնի արած դե ձեր ռեկարել արա ձեզ ով եք դուք ու այո հենց այդ խոսքի համար որ ինքը հայ ժողովրդի սեփական իշխանության լեգիտիմությունը դնում է կասկածի տակ ինքը պետք է պատասխան տա դրա համար ու ինքը պետք է պատասխան տա ու սա ազգային անվտանգության խնդիր է բան չի ստեղ արա հայ մարդ գիտեք ինչ սա դուք եք մենք ենք մեր սեփական ձերբերման վստահության եւ անվտանգության ճակատագրի տերու տիրակալը մենք հայ ժողովուրդը ամենամեծ հարգանքով բոլոր ինստիտուտների նկատմամբ բոլոր ինստիտուտները թող զբաղվեն իրաց ծառայությամբ մենք հայ ժողովուրդս ենք տերու տիրակալը մեր սեփական ձերբերման վստահության եւ անվտանգության ճակատագրի եւ մենք մեր սեփական կյանքի գնով հարկ եղած տեղը սարփորեն պաշտպանել եւ պաշտպանելու ենք մեր սեփական ձերբերումը մեր սեփական ձերբերման վստահությունը եւ անվտանգությունը ու նրանք ովքեր այս խոսքերի լրջության վրա կկասկածեն անկախ իրաց փողի քանակից ես իրանց բոլոր հարազատերին քաղաքակիրթ մակարդակով ցավակցան խոսքերս եմ հայտնում անկախ իրենց փողի քանակից ովքեր հայ մարդու ճշմարիտ խոսքի լրջության վրա կկասկածի ես բոլոր նրանց ընտանիքի հարազատների անդամներին քաղաքական մակարդակով ցավակցան խոսքերս եմ հայցում աստծով ամեն ինչ լավ է լինելու